Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Ողջույն Դավիթ։ Okay. Քաղաքական դաշտում կարծես թե ամեն ինչ արդեն պարզաջրվում է, ես նկատի ունեմ միավորումների տեսքով, նպատակների տեսքով, թեև կարելի է պնդել, որ դա արդեն իսկ վաղուց հայտնի էր, բայց այնուամենայնիվ, քանի որ կային նաև նոր դերակատարներ, անդրադառնանք այդ վերադասավորումներին կամ դիրքավորումներին եւ սպասվող նպատակներին ու ակնկալիքներին։ Խոսքը մասնավորապես նաև Անդրանիկ Թևանյանի բացահայտ արդեն ասած Գյումրի երկու սցենարի կրկնությունն է, մասնավորապես Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ուժերի միավորմամբ։ Սրա հավանականության մասին խոսանք։ Դուք էլ գիտեք, մենք անընդհատ հետևում ենք եւ հարցազրույցներին եւ իրողություններին, այնինչ կատարվում է Հայաստանում, որ պարզաջրելու խնդիր իրականում չկա։ Ամեն ինչ վաղուց պարզ էր, նույնիսկ միջև այս մեր նախընտրական այս մեծ շրջան մտնել է, այսինքն 1 տարի առաջ, այս անգամ չգիտեմ ինչու նախընտրական կամպանիան շատ ավելի շուտ է մեկնարկել, ու խոսքը գնում է իհարկե ոչ պաշտոնական մասին, այն որ Գյումրի երկու սցենարի վտանգ կա, մենք բազմիցս ենք ասել եւ նշել, հենց Գյումրու ընտրություններից հետո դա պարզ էր, հասկանալի է, որ սա պրոռուսական համակարգային ընդդիմության համար միակ ճանապարհն է փոխել իշխանություն երկրում եւ դառնալ իշխանություն, այլ ճանապարհ ուղղակի գոյություն չունի եւ նրանք պետք է որ ձգտեն այդ սցենարի իրականացմանը, որտեղ ուրիշ ճանապարհ չկա։ Ես չգիտեմ որքանով է տեղին խոսել առանձին անուններից կամ կուսակցություններից, որտեղ ինձ համար որևէ բան չի փոխում։ Նպատակը մեկն է՝ իշխանափոխություն, դա պլան A-ն է եւ պլան B-ն արդեն չկա։ Այսինքն իշխանափոխությունից հետո թե իրենք ինչ են անելու, ինչ ծրագրեր ունեն, որտեղ են տանելու մեր երկիրը, այդ մասին ոչ մի բան չի ասվում։ Հիմա դա իդեա ֆիքս է, եւ դա միշտ է այդպես եղել։ Որևէ նոր բան ես այստեղ չեմ տեսնում։ Բայց օրինակ նույն Քոչարյանի հետ աֆիլիացվող Մայր Հայաստան կուսակցությունը, որի ղեկավար Անդրանիկ Թևանյանն է, որը նաև հայտարարեց Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանին միանալու եւ առաջարկ Հայաստանին ծրագրով մասնակցելու ընտրություններին, որը խոսում է Գյումրի երկու անելու մասին եւ Քոչարյանի ու Կարապետյանին միավորելու մասին, ասաց Ռուսաստանի հետ պետք է հարաբերությունները խորացնել եւ որ Ռուսաստանը կկանխի Ադրբեջանի հաջորդ հարձակումը Հայաստանի վրա, իսկ դա պետք է անել, որովհետև այս իշխանությունը հանձնեց Արցախը եւ տվեց Զանգեզուրի միջանցքը։ Անունները կարևոր չեն։ Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, Անդրանիկ Թևանյան, Սամվել Կարապետյան, կարևորը մեկ բանն է, որը իրենց միավորում է, դա պրոռուսական դիրքորոշումն է։ Եվ այդ դիրքորոշման հիմքում ընկած է շատ տրիվիալ մի ցանկություն, եթե նրանք իրոք ինչ-որ մի օր դառնան իշխանություն, բոլոր խնդիրների լուծումը սեփական գլխից տեղափոխել Ռուսաստան։ Ինքն դա շատ հեշտ է։ Ռուսաստանում որոշումները կկայացվեն, իրենց կասեն ինչ է պետք անել, իրենք կանեն, եւ դրա համար ոչ մի պատասխանատվություն չեն կրի, դե իրենց պլանի մասին եմ ես ասում հավանական, որտեղ շատ պարզ մեր բոլորիս բացատրելու են, որ այլ Նիկոլ Փաշինյանը եթե 22-ին չգնա Պրագա եւ այնտեղ չհայտարարեր, որ Արցախը Ադրբեջանի հայտարարեր, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, հայտարարեր։ Այդ մի բառը, մի հայտարարությունն է։ Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլներ։ Իսկ քանի որ ինքը 22-ին գնաց Պրահա եւ դա հայտարարեց, մենք ինչ կարող ենք անել։ Մենք արդեն ոչ մի բան չենք կարող անել։ Փաշինյանը սա խանձնել է Քարը Փաշինյանի գլխին, Փաշինյանը թող պատասխանատվություն կրի։ Դե մենք էլ ինչ կարող ենք կանենք էլի կամ չենք անի։ Ինքն դա շատ հեշտ է մեղադրել ամբողջ այս կեղտոտ ստոր գործընթացում մեկ հոգու։ Ես չեմ ասում Փաշինյանը մեղավոր չէ, Փաշինյանն էլ իհարկե իր մեղավորությունը ունի եւ զարմանալի կլիներ եթե չունենա, բայց ես նորից եմ ասում, այնինչ կատարվել է մեր հայրենիքի հետ վերջին 5-6 տարվա ընթացքում առնվազն, իսկ իրականում եթե մենք վերցնենք ավելի մեծ բռնենք եւ փորձենք խորքային պատճառները հասկանալ, ես կարող եմ նշել 91 թվականը, այնինչ կատարվել է մեզ այդ վերջին 35 տարվա ընթացքում, դրա մեղավորները եւ պատասխանատուները շատ են, եւ ցանկը սկսվում է Լևոն Տեր-Պետրոսյանից եւ ավարտվում է Նիկոլ Փաշինյանով եւ բոլոր իրենց հետ աֆիլիացված քաղաքական ուժերի եւ դերակատարների հետ։
Ռուսաստանը այս ամենից ուղղակի օգտվել է եւ շարունակելու է օգտվել, եթե Հայաստանում լինի իշխանապահություն եւ իշխանության վերադառնան այն մարդիկ, ովքեր Արցախը եւ Հայաստանը հասցրել են այդ վիճակը։ Օրինակ իշխանությունը, այդպես ասում ես Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Փաշինյան, իշխանության ներկայացուցիչներն ասում են, մեր տարբերությունը այն է, որ մենք ընդունել ենք մեր սխալները, ներողություն ենք խնդրել եւ փոխել ենք մեր քաղաքականությունը դրանից ելնելով, հա։ Նրանք չեն ասում, դա իրոք այդպես է։ Շատ լավ, բայց երբ օրինակ Դավիթ պնդում են ասում են, որ օրինակ Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանի հետ պիտի հարաբերությունները ավելի խորացնել ու նման բաներ, չէ՞ որ բոլորովին հակառակն է տեղի ունեցել։ Եվ եթե Հայաստանը խորացնի, ավելի խորացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, այո, Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա։ Դա միանշանակ է։ Քաղաքականությունը ստատիկ չէ, միջազգային հարաբերությունները ստատիկ չեն։ Շատ դեպքերում մարդիկ, որոնք շատ հեռու են քաղաքականությունից, եւ դա նորմալ է, մեզ մեղադրում են, ասում են, այ երեք դուք ասում եք մեկ բան, այսօր ասում եք ուրիշ բան, բայց չէ որ այդ մեկ բանը, որ մենք ասում ենք այն ժամանակ, որ իրողությունները ուրիշ են, այլ են։ Օրինակ նույն Արցախի հարցում, ես հիմա անդրադառնում եմ ամենացավոտ կետին այդ հասարակ, չէ՞։ Ես ժամանակին եղել եմ միացման կողմնակից։ Ինձ համար թիվ 1 ուղղությունը այդտեղ եղել է միացումը։ Ես երբեք այդ ժողովուրդների ինքնորոշման հիմքի վրա Արցախի լուծումը չեմ տեսել։ Ես միշտ դրան դեմ եմ եղել։ Եվ ես միշտ դա ասել եմ։ Բայց արդյոք այսօր մենք կարող ենք խոսել միացման մասին, միացում գաղափարի մասին։ Գաղափարը մսխվել է։ Եվ այն այսօր չի մսխվել։ 94 թվականին է մսխվել, երբ որ մենք զինադադար կնքեցինք եւ գնացինք սխալ ճանապարհով չհայտարարելով, որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այդ հայտարարությունը արվեց Ստեփանակերտում 18 թվականին, հա, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանի կողմից, եւ դա մեծագույն սխալն էր։ Այդ հայտարարությունը պետք է 94-ին արվեր եւ ստորագրվեր փաստաթղթի տեսքով։ Հիմա այսօր ես ասում եմ, որ Արցախը չկա։ Ես ուղղակի այդ փաստն եմ ֆիքսում։ Չի նշանակում, որ ես ուզում եմ, որ այդպես լինի։ Եթե Արցախը չկա, մենք պետք է փորձենք ամեն ինչ անենք, որպեսզի Ադրբեջանի հետ այլևս խնդիրներ չունենանք, որովհետեւ խնդրի մեղը, խնդրի էությունը գոյություն չունի։ Խնդիրը գոյություն ուներ այնքան ժամանակ, նույնիսկ մինչև 23-ի աշունը, արցախցիները Արցախում էին։ Այդ ժամանակ մենք էլի խոսում էինք, չասում էինք ինչա պետք անել, ոնց է պետք անել, որ ժողովուրդը մնա անդե գոնե այդ կարգավիճակով։ Բայց հիմա չկա դա։ Դա նշանակում է, որ մենք պետք է խոսենք միացումից կամ ժողովուրդների ինքնորոշումից, իհարկե ոչ։ Մենք պետք է խոսենք եւ մտածենք այն մասին, թե ինչպես վերացենք վերջին այդ կոնֆլիկտի հակամարտության հետևանքները, որպեսզի այդ կոնֆլիկտը չօգտագործեն մեր իսկ դեմ, Հայաստանի Հանրապետության դեմ։ Սա պետք է լինի մեր գլխավոր մտահաղացումը։ Եվ այո, դրա համար այսօր ես խոսում եմ խաղաղություն։ Այսօր ես ասում եմ, որ քանի որ Արցախը չկա, մենք պետք է փորձենք Ադրբեջանի հետ հասնել համապարփակ խաղաղության պայմանագրի, այդ էջը փակենք, որ վաղը այդ նույն Ռուսաստանը, ինչպես դուք ասում եք, եթե մենք Ադրբեջանի հետ Ռուսաստանի տակ մտնենք, նորից Ադրբեջանի հետ խնդիրներ այո ունենանք, որովհետև խաղի կանոնները տարածաշրջանում փոխվել են։ Եկել է նոր դերակատար, եկել է Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ մենք ստիպված ենք, մենք պարտավոր ենք եւս փոխվել։ Մենք մտնում ենք տրանսֆորմացիաների փուլ, եթե մենք դա չանենք, մենք պարտվելու ենք։ Դրա մասին է խոսքը։ Բայց կա նաև հակառակ տարբերակը՝ բանակցել, վերադարձնել Արցախը կամ հզորանալ եւ գնալ գրավել, հետ բերել, չգիտեմ, ազատագրել։ Առաջինը դա բացահայտ պոպուլիզմ է, բացահայտ պոպուլիզմ։ Մենք ունենալով մեր տակ 12000 քառակուսի կիլոմետր տարածք, որտեղ եղել է հայկական զինուժ, բանակցել ենք եւ արդյունքի չենք հասել։ Հիմա մեր տակ ոչ միայն այդ տարածքը չկա, այլև ամենակարևորը այդտեղ ապրող մարդիկ չկան, նրանք Հայաստանում։ Հետևաբար մեր բանակցային դիրքերը Ադրբեջանի հետ Արցախի վերադարձի շուրջ հավասար են 0-ի։ Սա եւս փաստ է։ Կարող է մեր դուրը կա, կարող է չկա։ Հետևաբար սա բացահայտ պոպուլիզմ է։ Ցանկացած մարդ, որ այսօր Հայաստանում հայտարարում է, որ հնարավոր է Ադրբեջանի հետ բանակցություններ վարել Արցախի վերադարձի ուղղությամբ, պոպուլիստ է, նա սուտասան է, լավրոթի լեզվով ասեմ։ Երկրորդ տարբերակը պատերազմը։ Այո, այդ պատերազմը կա։
Մենք կարող ենք նորից Ադրբեջանի հետ ոչ մի բան չկնքենք, չգնանք խաղաղության, ինչպես է Ադրբեջանը արել։ Մի քանի տասնյակ տարի դա լավագույն դեպքում, եթե այդ հնարավորությունը մեզ տան։ Ռևանշի ձգտենք, հզինվենք, ամրապնդվենք, որպեսզի հետագայում նոր պատերազմ սկսենք Ադրբեջանի հետ, որի ելքը կանխատեսելի չէ, ինչով դա կվերջանա։ Այսօր տեսեք, մենք չգիտենք մի ամիս հետո ինչ ա լինելու մեր տարածաշրջանում։ Օրինակ մենք չգիտենք Իրանի հետ ինչ ա լինելու։ Իրանը ընդհանրապես որպես կղերապետություն լինելու է, թե ոչ։ Այս պայմաններում դնել որպես հիմք քաղաքականություն, որը ձգտելու է ռևանշի, որի համար պետք են տասնյակ տարիներ, որ դու հասնես մի մակարդակի, եւ դու կկարողանաս Ադրբեջանի մեջ մտնել այդ պատը Քալիևին ինչքան ժամանակ պահանջվեց, չէ՞։ 94-ին զինադադարը եղավ, 2003-ին ինքը եկավ իշխանության, 17 տարի ինքը զինվել է, 17 տարի ինքը նախապատրաստվել է դրան։ Մենք այդ 17 տարին ունենք թե ոչ։ Սա հռետորական հարց է։ Չունենք, նույնիսկ եթե ուզենք։ Ցանկացած դեպքում ես դրա կողմնակիցը չեմ։ Ես ռևանշի կողմնակից չեմ, որովհետև դա ավանտյուրա է, դա արյուն է, դա անկանխատեսելի հետևանք է, մենք չգիտենք ինչով է դա վերջանալու, դրանից ամենակարևորը օգտվելու են բոլորը բացի մեզանից։ Հիշենք մեր կոնֆլիկտի պատմությունը, Ռուսաստանը ինչպես օգտվեց հայ-ադրբեջանի կապով, ինչու Արցախը այդպես էլ մերը չդարձավ, դրա համար, որովհետև մեր քաղաքական էլիտաները ծախված էին, սպասարկում էին Ռուսաստանի շահը, այլ ոչ թե հայ ժողովրդի շահը։ Այս պայմաններում հիմա հավաքվել ժողովրդով եւ փորձել գնալ ռևանշի ինքնասպանություն է։ Դա քաղաքական նպատակահարմարությունն է։ Այսինքն մեզ մնում է երրորդ ռեալ միակ ճանապարհը։ Հնարավորինս սերտ ժամկետներում փորձել Ադրբեջանի, չեմ ասում դա հնարավոր այս բանին։ Հենց հիմա կարանք դա անենք, բայց մենք պետք է դրանք հասնել Ադրբեջանի հետ խաղաղություն, վերջնական խաղաղություն։ Այդ էջը փակել։ Դրանից հետո կարող ենք ինչքան ուզում ենք զարգանանք, կառուցենք մեր պետականությունը, բանակը ուժեղացնենք եւ ամեն ինչ, որպեսզի վաղ այդ խնդիրը չունենք, բայց հարձակվել Ադրբեջանի վրա, փորձելով Արցախը հետ բերել, դա ավանտյուրա է։ Իսկ ես ավանտյուրիст չեմ, ես չեմ կարող դրան կողմել։ Եվ դա արյունը, ամենակարևորը, մեր արյունը, ճիշտ է, դուք եղել եք պատերազմի ժամանակ Ղարաբաղում, դուք այդ ամենը դրացիով տեսել եք։ Դա մեր արյունն է։ Իսկ մեր արյունը իմ երեխայի արյունն է, ձեր երեխայի արյունն է, մեր բոլորի արյունը ինձ համար ամենաթանկն է։ Եվ ես չեմ պատրաստվում դա դնել հարցականի տակ։ Իհարկե, եթե մեզ վրա հարցակվեն, պետք է պաշտպանվեն։ Բայց մենք հարցակվենք, դա մեր համար ճանապարհ չէ։ Դավիթ, ասացիր խաղաղություն, հիմա այնքանով, որքանով խաղաղությունը որ կա, հա։ Այն բացառապես հենված է Միացյալ Նահանգների գործոնի վրա։ 90%-ով այո։ Այս պահին 90%-ով այո, որովհետև մենք չունենք խաղաղության պայմանագիր, մենք ունենք լիքը խնդիրներ Ադրբեջանի հետ, որոնք չեն լուծվել եւ որոնց լուծումը պահանջում է երկար ժամանակ։ Եվ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները այստեղ չհայտնվեր օգոստոսի 8-ից հետո, մենք այս պահին կարող ենք շարունակել լինել Ադրբեջանի հետ շատ վատ կոնֆլիկտային հարաբերությունում, կրակոցներ, սահմանին սպանություններ, ներխուժման վտանգ եւ այն բոլորը, ինչ մենք տեսել ենք 20-ից 23-ը ժամանակ, սա փաստ է։ Այս թեմայով հաջորդ, չգիտեմ, մտավախություն ասեմ, մանիպուլյացիա ասեմ, կամ իրապես, հա, այսպես ասենք, մտահոգվելու առարկա ասեմ, բավոր Թրամփը եւ հանրապետականները այլևս չընտրվեն։ Դե Թրամփը էլ չի կարող ընտրվել, հանրապետականները չընտրվել, հա, բա ինչ է լինելու։ Տեսեք, ընդհանուր առմամբ երբեք մի ասա երբեք։ Մենք չենք կարող հիմա հստակ պնդել, որ այո, եթե նրանք չընտրվեն, ամեն ինչ 100%-ով շարունակվի, որտեղ իրավիճակը կարող է փոխվել իրոք։ Բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել, եւ վստահ եմ, որ դուք եք դա շատ լավ հիշում, որ հայ-ամերիկյան առաջին փաստաթուղթը համաձայնագիրը կնքվել է Բայդենի լեգիսլատուրայի կնքվել է անցյալ տարի հունվարին, երբ որ Բայդենը դեռ նախագահ էր, Թրամփը նախագահ չէր։ Եվ այնինչ հիմա շարունակվում է այդ հայ-ամերիկյան գործընթացը հիմնվում է այդ փաստաթղթի վրա, այդ փաստաթղթի դրույթներն են, չէ՞ մեջը նշվում, դա հստակ տեսնում ենք։ Եվ օգոստոսի 8-ը, եւ
հունվարի 13-ի փաստաթուղթը, որը Վաշինգտոնում Ռուբիոն եւ Միրզոյանը կնքեցին, դրա հիմքում ընկած է այդ փաստաթուղթը։ Մենք պետք է հասկանանք ամենակարևորը։ ԱՄՆ-ում փոխվում է ադմինիստրացիա։ Թրամփը վաղը կարող է նախագահ չէ։ Թրամփը կարող է այս միջանկյալ ընտրություններում պարտվել եւ դառնալ կախբատ, հա, դա էլ պետք է ընդունենք։ Բայց դրանից Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը չեն փոխվում։ Դրանից ԱՄՆ Չինաստան գլոբալ առևտրային աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական մրցակցությունը ոչ միտեղ չի կմնալու։ Հետևաբար ԱՄՆ-ի շահագրգռվածությունը փոխել կենտրոնական Ասիան Չինաստանից, Չինաստանի բակից կամ Չինաստանի գլխավերևից, եթե աշխարհագրական շարունակվելու է, դա ոչ միտեղ չի գնալու։ Հետևաբար հարավային Կովկասի դերակատարումը Հայաստան, Ադրբեջան, հա, հարաբերությունները, այն որ այստեղ չպետք է լինի պատերազմ, դա շարունակելու է համապատասխան ԱՄՆ-ի շահերին։ ԱՄՆ-ն այստեղ չի եկել որպես բարերար, հա, մենք հասկանում ենք, եթե մենք հետաքրքիր չլինենք իրենց ընդհանրապես հետաքրքիր չլինի, մենք ստեղ իրար սպանում ենք, կոտորում ենք, թե ինչ է ստեղ մեզ հետ լինում, հա։ Եկեք ճիշտ նայենք, հա, իրական նայենք իրավիճակին։ Իրենք փրկիչ չեն, փրկիչներ չկան։ Իրենք շահեր ունեն այստեղ։ Այնինչ ես տարիներով պնդել եմ, երբ որ ձեր կողմից թվարկած մարդիկ ասում են, որ մենք ոչ մեկին պետք չենք, որ այստեղ ամերիկան շահեր չունի, հիշում եք ինչքան էին ասում։ Ես ասում եմ դա սուտ է։ Շահը կա, մնում է մենք համապատասխանեցնենք մեր շահը իրենց շահի հետ, բերենք իրենց այստեղ այդ դրոշը ստեղ տնկենք, որպեսզի այդ արատավոր իրավիճակը, երբ որ Ռուսաստանը մեզ ծախում էր, Ադրբեջանին էլ վերջում տալիս էր մեր գլխին, վերջապես դադարի, այդ վիճակը չլինի։ Դա տեղի ունեցավ։ Այստեղից որպես հիմք ընդունելով ես կարող եմ պնդել եւ կանխատեսել, որ Թրամփի հեռացումից հետո ԱՄՆ-ի շահերը չեն փոխվել։ Հետևաբար պատերազմը այստեղ ԱՄՆ-ին պետք չէ, ԱՄՆ-ին պետք է խաղաղություն։ Եվ դա շատ հստակ ասում էին դեռ Բայդենի ժամանակ իր պետքարտուղարը, քանի անգամ զանգել չէ Ադրբեջան, պարոն Բլինքենը եւ կանգնեցրել է ադրբեջանական հարցը։ Բոլորս էլ դա գիտենք։ Ես այստեղ չեմ, ես շատ հակված եմ մտածել, որ ոչ մի բան չի փոխվում։ Կենտրոնական Ասիա Եվրոպային կապելու համար նաև այս մեր ճանապարհները լոգիստիկան միացնելու, գործարկելու եւ այլն, այդ թվում նաև ռուսական գործոնը, հա, նվազեցնելու կամ ազդեցությունները հնարավորինս նվազեցնելու, ինչը շատ կարևոր է օրինակ նույն նաև Եվրոպական միության համար։ Եվ մենք պարբերաբար տեսնում ենք, որ եվրոպական կողմը հետաքրքրված օրինակ Ադրբեջան, Թուրքիա երկաթուղով անդադ ինչ որ քննարկումներ են լինում դրա մասին, այդ թվում եւ Ադրբեջանում եվրոպացիները գնում հանդիպումներ են ունենում եւ նշվում է, որ այդ կապի առանձնահատկություններից մեկը այսքան հենց Ռուսաստանին նաեւ շրջանցելն է, հա, դիտարկվում, բայց մյուս կողմից մենք ունենք իրավիճակ, որ այդ կապի առանցքային, այսպես ասենք, մի հատված ռուսական վերահսկողության ներքո է։ Երբ օրինակ այսինքն երբ հայկական կողմը խնդիրը դիտարկում է բացառապես տնտեսական տրամաբանության մեջ, իսկ մնացած գործընկերները, որոնք ուզում են կյանքի կոչել այդ կապը, քաղաքական որոշումներից են ածանցվում, քաղաքական որոշումներ են կայացնում, հետո գալիս հասնում տնտեսական ինչ-որ հարցերի, այստեղ մի տեսակ խզում է, չէ, առաջանում։ Այսինքն, եթե նպատակներից մեկը նաև Ռուսաստանի շրջանցելն է կամ նրա ազդեցության գործոնը բացառելն է, ապա ինչի պիտի գան երկաթուղու վրա, որի վրա նստած է Ռուսաստանը, այդ երկաթուղով ինչ որ բաներ անեն, հա, ես չեմ հասկանում։ Այսինքն, բայց այդ դեպքում ի՞նչ տարբերությունն է։ Կենտրոնական Ասիա Եվրոպային ուրիշ ավելի ճանապարհներով ուրիշ կարող եք նաև կապել։ Շատ տրամաբանական հարց եք բարձրացնում, շատ ցավոտ հարց, որի լուծումը այս պահին չկա։ Սկսենք հիմքից։ Երբ որ 2008-ին, հա, եթե չեմ սխալվում, կոնցեսիոն պայմանագիրը կնքվեց, Սերժ Սարգսյանի կառավարությունը Ռուսաստանի հետ կնքեց այդ պայմանագիրը, ինքը շատ մեծ նվեր մատուցեց Ռուսաստանին, աշխարհաքաղաքական նվեր, որովհետև այդ երկաթուղին այն ժամանակ իր նշանակությունը Հայաստանի համար եւ տարածաշրջանի համար 0 էր, որովհետև հայկական երկաթուղին մեծ հաշվով դա փախուղի է։ Երևանում այդ գծերը ավարտվում են, դա կարևոր է։ Մենք միայն ունենք գնացք, որը գնում է Վրաստան, հա, Թբիլիսի, Բաթում եւ վերջ, այդքան։
Բայց այն ժամանակ Սերժ Սարգսյանի կառավարությունը պետք է մտածեր ինչ է լինելու, եթե օրինակ հայ-թուրքական սահմանը բացվի։ Այն ժամանակ իրենք էին չէ բանակցություններ վարում Թուրքիայի հետ։ Իրենք դա չեն մտածել։ Կամ էլ մտածել են կամ իրենց Ռուսաստանից ընդհանրապես զանգել են ասել են պետք է տակ եւ վերջ։ Այսպես է զարգանում մեր հարաբերությունները Ռուսաստանի։ Այնտեղից ասում են, իդեպս ձեր ասած այդ մարտիկ հիմա որ դաշինքներ են կազմում, իրենք ուզում են Հայաստանը վերադարձնել են տրամաբանությանը։ Երբ որ այնտեղից ուղղակի զանգելու են, ասում են սա է անում։ Եվ ինքը ուղղակի անելու է առանց մտածելու եւ առանց պատասխանատվության։ Իրենց ուզածը սա է։ Հիմա այս որոշումը սխալ որոշում է։ Բերել է այսօրվա իրավիճակի, երբ որ մենք իրականում իրավիճակը շատ մոտ է փոխվում։ Տեսեք, նախ այս երկաթուղին, որ կա Հայաստանի տարածքում, ես մոտավորապես գիտեմ, որ միջին արագությունը 40 կմ/ժ է։ Միջին արագություն։ Դա ծիծաղելու է 21-րդ դարում, երբ որ արդեն 10 անգամ ավել արագություն կա։ Այս նույնիսկ եթե դուք ասում եք, չէ, քաղաքական պատճառ, նույնիսկ տնտեսապես սա նպատակահարմար չէ։ Եվրոպայի նպատակահարմար չէ, որպեսզի իրենց գնացքները այս մեր ճանապարհները 40 կմ տնտեսական մասով։ Քաղաքականապես իհարկե միանշանակ Ռուսաստանը խնդիր է։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե Հարավ Կովկասյան երկաթուղի կոնցեսիան մնա, իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի արհեստականորեն արգելակեն այդ գործընթացը։ Այսինքն Օվերչուկը ասում է, չէ՞, մենք բանակցություններ պատրաստ ենք սկսել։ Այդ բանակցությունները 10 տարի կարող են լինել։ Եվ իրենք այնպես կանեն, որ այդ երկաթուղին ավելի դանդաղ սկսի աշխատել, հասկանում եք, չէ՞։ Որտեղ դա իրենց պետք չի։ Իրենք կոնկրետ արևմուտքի աշխարհակահաղական մրցակիցներն են եւ Ուկրաինայից հետո արդեն թշնամիները։ Եվ իրենք այստեղ ունեն այդ ակտիվը։ Հետևաբար ելքը մեկն է։ Իրենք զրկել դրան։ Ես չգիտեմ ինչպես կարելի է փոխել կողմ։ Ես իրավաբան չեմ, բայց ես վստահ եմ, որ հաշվի առնելով, նույնիսկ իրավաբան չլինելով, որ իրենց պարտավորությունները մեղմասած չեն կատարել, այդ հնարավորությունը կա։ Այլապես մենք մնալու ենք այս ամենի դուրս այս բոլոր կոմունիկացիաների վերաբացման նախագծից մենք փաստացի մնալու ենք դուրս, որովհետև a դա ոչ մեկին պետք չէ տնտեսապես, մեր այս երկաթուղին վիճակում, եւ b դա պետք չէ քաղաքականապես, դուք շատ ճիշտ եք ասում։ Իսկ դա մեզ համար լինելու է շատ ծանր հետևանքներ ունեցող իրականություն։ Մենք չպետք է սա թույլ տանք, այսինքն ժամերով է գնում, ոչ թե օրերով, ամիսներով, այլ ժամերով։ Այդ որոշումը պետք է կայացվի։ Իրենք պետք է դուրս գան այստեղից, երկաթուղին պետք է վերադարձվի մեզ։ Դե մենք պետք է երկաթուղին տնօրինենք հաշվի առնելով ոչ թե Ռուսաստանի շահերը, ինչպես դարել է Սերժ Սարգսյանի կառավարությունը, այլ մեր շահերը։ Իսկ մեր շահը պահանջում է անհապաղ արդիականացում։ Այդ երկաթուղին պետք է քանդել եւ նույնիսկ հավաքել։ Դա հեշտ բան չի, ես հասկանում եմ։ Տեսեք, մենք ասում ենք Ադրբեջանի հետ ճանապարհը բացենք։ Իջևան, Դիլիջան այդ ուղղությամբ։ Ընդ տեղը կա, որ երկաթուղին օդի մեջ է, ես եմ տեսել։ Տակը գրունտ չկա, այսինքն ռելսերն է երկաթուղի։ Թափվել է, քանդվել է, սա ոչ մեկ չի զբաղվում դրանով։ Դա ոչ մեկին պետք չի։ Կոնցեսիոներին դա պետք չի։ Դա հարյուրավոր միլիոնավոր դոլարներ է պետք, ներդրումներ է պետք, որ դա կարգի բերել, որ մենք կարողանանք դա օգտագործել։ Ռուսաստանը դա մանի, իհարկե ոչ։ Սա խնդիր է մեզ համար, որը պետք է լուծել։ Մենք այլ ընտրություն չունենք։ Սա ժառանգություն է, որ այս կառավարությունը թողել է Սերժ Սարգսյանի կառավարությունը, որը հիմա էլ մի հատ դերան են բացում, ասում են մեր ժամանակ Հայաստանը ինքնիշխան է։ Դա ծաղր է։ Եվ մեր նկատմամբ առաջին հերթին մարդկանց, եւ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ, եւ Հայաստանի նկատմամբ։ Երևի նույն շարքից է նաև այն, որ օրինակ Սերժ Սարգսյանը կամ նրա ֆրակցիայի ներկայացուցիչները պարբերաբար խոսում են, որ այս ազգադավ իշխանությունը կատարում է Ալիևի եւ Էրդողանի հրահանգները, ոչնչացնում է մեր ինքնությունը եւ նախորդին օրինակ պարզվեց, որ մեր
ինքնության առանցքային բաղադրիչներից մեկը հայ առաքելական Սուրբ եկեղեցին Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ Սերժ Սարգսյանի եւ ռուսական եկեղեցու միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որպեսզի այդ արդեն հայտնի ուղղափառ բառը ներմուծվի, ինչը տարբեր աստվածաբաններ եւ հոգեվորականներ բնորոշում են հենց մեր եկեղեցական հոգեվոր կրոնական ինքնության խեղում եւ հանրապետության հրապարակում Լենինի արձանի հատվածում, որ եղել է ժամանակին, ռուսական մեծ ուղղափառ եկեղեցու կառուցում։ Սա հեչ, ինքնության հետ ոչ մի պրոբլեմ չունեն այստեղ այս մարդիկ, հա, կամ այսինքն այն ինչում մեղադրում են այս իշխանություններին, դուրս է գալիս, որ Սերժ Սարգսյանը Էրդողանի եւ Ալիևի զույգն է այդ իմաստով։ Իրեք, ես կրոնագետ չեմ իհարկե, բայց ես գիտեմ, որ այո, սկզբունքային առումով մեր եկեղեցին ուղղափառ է։ Հասկանալի է, որ ուղղափառ է, հա, այդ Կալկեդոնյան ժամանակին, լավ չխորանանք այդքան պետք չի, բայց երբ որ այդ ուղղափառության մասին հիշել են միայն այսօր, երբ հիշել են հիմնականում Ռուսաստանում եւ Բելարուսում, որտեղ այդ ուղղափառ բառը արդեն մուտքի մոտ է կախվում, հա, սա է խնդիրը։ Խնդիրը այն է, որ այդ ուղղափառությունը կապվում է ոչ թե Հայաստանի հետ, հայ եկեղեցու հետ, այլ ռուսական ուղղափառության հետ։ Հասկանում եք։ Ես փորձում եմ մեղմ ասել, հա, չգիտեմ մեղմ ինչպես դա ասել։ Խնդիրը այն է, որ կաթողիկոսը, նրա եղբայրը Ռուսաստանում այդ եզրած կոչեցյալը եւ մնացածները, ովքեր ռուսական գծի մեջ են, փորձում են մեր կրոնը ծառայեցնել Ռուսաստանին, ստրկացնել մեր կրոնը Ռուսաստանի կրոնին, այսինքն ռուսական ուղղափառությանը, այնպես ինչպես փորձել են եւ ստրկացրել են մեր հայերգիրը, մեր պետական շահերը, մեր սուվերենիտետը, հա, սա է խնդիրը։ Հիմա նույն բանը իրենք այնտեղ են անում։ Այդ ուղղափառ բառը ոչ թե դասական իմաստով է օգտագործվում, բայց ռուսական իմաստով է օգտագործվում։ Դե հիմա ես հարց եմ տալիս իրեն։ Եթե Մոսկվայի եկեղեցու վրա, եթե Մինսկի եկեղեցու վրա, Ուլիանովսկի եկեղեցու վրա, այդ նկարները ունեմ, մարդիկ ինձ ուղարկում են։ Այդ ուղղափառ բառը գրել եք, չէ՞։ Բերեք Էջմիածնի վրա էլ գրեք, բա ինչի՞ չեք գրում։ Բա գրեք։ Եթե դա ճիշտ է, եթե դա խնդիր չի, բա գրեք, ինչի՞ չեք գրում։ Էջմիածնի վրա գրեք, ոչ թե հայ է, հայ առաքելական եկեղեցի, այ հ ա ու ե հայ առաքելական ուղղափառ եկեղեցի։ Ում եք խափում, ում եք էշի տեղ դրել։ Երբ որ ես առաջին անգամ այդ մասին գրեցի, հարցակվել էին վրես, ասում են դու չես հասկանում, մենք ուղղափառ ենք։ Ես շատ լավ եմ ամեն ինչ հասկանում։ Ես այնքան եմ հասկանում, ես հասկանում եմ, որ ձեր միակ ցանկությունը դա հետույք լիզելն է։ Ռուսական հետույք լիզելն է։ Եվ դուք պատրաստ եք այս եկեղեցիներ ծախեք, մեզ էլ ծախեք, բոլորից ծախեք, մեր կրոնը ծախեք, մեր արժեքները ծախեք, միայն թե այդ ռուսական հետույքը լիզեք։ Ես չեմ կարող հասկանալ մեկ բան։ Այդ լիզելու ցանկությունը որտեղից է։ Ինչ են իրենք դրանից ստանում։ Լավ է իրենց տված փողը կամ իշխանության հույսը, միգուցե այդքան արժի։ Ինչի համար, ինչի եք ստորանում։ Ինչի եք այդքան ստոր։ Ինչի եք այդքան ցածրանում։ Դե ես չգիտեմ, ես փորձում եմ էմոցիաներին չտրվել, բայց չի ստացվում։ Հասկանում եք։ Ու այդ նույն մարդիկ դուրս են գալիս եւ ասում են, որ Փաշինյանը, Էրդողանին, չգիտեմ, Ալիևին, դե լավ էլի մենք տեսնում ենք, չէ՞ այդ ամեն ինչը։ Ես նորից եմ ասում, եթե դա ճիշտ է, Էջմիածնի վրա էլ գրեք ուղղափառ, ինչի՞ չեք գրում։ Գրեք։ Ինչի՞ եք միայն Ռուսաստանում գրում, ինչի՞ եք Մինսկում գրում, ինչի՞ եք Թբիլիսիում գրում։ Դե Դավիթ, կարող ենք տրամաբանել իրենց հենց լեքսիկոնով։ Անհայրենիք, անպետություն մարդիկ են։ Այո, իրենք անհայրենիք են, անպետություն են, իրենք ռուսամոլությամբ են տարապում, իրենք տարապում են օտարամոլությամբ, մենք օտարամոլ ենք։ Այդ օտարամոլները դա մեր ամենամեծ խնդիրն է օտարամոլությունը։ Եկեղեցի ունենք, թող լինի հայկական, եթե ունենք։ Ես դրան եմ ձգտում միայն։ Ես չեմ ուզում, որ իմ եկեղեցին ղեկավարի մի մարդ, որը ռուսի հետույքն է լեզում, լավ sense ասեմ, որ բոլորին པարզ դառնա։ Ինձ համար դա ամոթալի է։ Ես ինձ ստորացված եմ զգում դրա այդ մտքից։ Ես չեմ ուզում, որ իմ եկեղեցու հիերարխները, արքիեպիսկոպոսները ռուսի հետույքը լիզեն։ Sense ասեմ, որ բոլորին པարզ դառնա։ Իմ խնդիրը սա է։ Միակ խնդիրը սա է, դե պետք է հայտնվեն մարդիկ, ովքեր ոչ մեկի հետույքը չեն լիզի, ովքեր կրոնը կդարձնեն, կվերադարձնեն իր տեղը երկրում Հայաստանում, եւ այդ կրոնը կծառայի բացառապես Հայաստանի Հանրապետության եւ մեր ժողովրդի շահերին, վերջ։ Սրանց ենքով ինչ կարող եմ ես ասել։ Խնդիրը սա է։
Կամ թող հրաժարվեն դրանից, այդ ուղղափառությունից իրենց թող հրաժարվեն։ Հնարավոր է դա, իհարկե անհնար է։ Շնորհակալ եմ Դավիթ։ Ես եմ ձեզ շնորհակալ։ Զրուցակիցս միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանն էր, բաժանորդագրվեք ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հողում այս տեսանյութի մեկնաբանության բաժնում է։